Իրանում արդեն 5-րդ օրն է չեն դադարում բազմամարդ բողոքի ցույցերը, որոնք դեկտեմբերի 28-ից սկսած ընդգրկել են երկրի 31 նահանգների կեսը։ Այս ամենի հիմնական շարժառիթը ազգային արժույթի ռիալի կտրուկ արժեզրկումն է, քանի որ $1 փոխարժեքը հասել է պատմական ցածր ցուցանիշի։ Իրանում $1 համարժեք է 1.420.000 ռիալի։ Տնտեսական այս անրվիճակը փողոց է դուրս բերել սկզբում առևտրականներին, իսկ հետո նաև ուսանողներին ու հանրության այլ շերտերին։ Իրավիճակը ժամ առ ժամ թեժանում է հատկապես Լորեսթանի նահանգում, որտեղ բախումների հետևանքով արդեն կան զոհեր թե ցուցարարների, թե ուժայինների շրջանում։ Այդ թվում սպանվել է Բասիջ աշխարհազորային ստորաբաժանման անդամ։ Ընդհանուր առմամբ հաղորդվում է առնվազն 7 զոհի, տասնյակ վիրավորների եւ բազմաթիվ ձերբակալությունների մասին։ Ճգնաժամին կոշտ է արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտարարելով, որ Միացյալ Նահանգները լիովին զինված է եւ պատրաստ է օգնության հասնել, եթե Իրանի իշխանությունները կրակ բացեն ժողովրդի վրա։ Թեհրանը անմիջապես պատասխանել է Վաշինգտոնին, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին եւ գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին Թրամփին մեղադրել են արկածախնդրության մեջ, շեշտելով, որ Իրանի անվտանգությունը կարմիր գիծ է եւ ցանկացած միջամտություն կբախվի ջախջախի չպատասխանի։ Կյանքից վաղաժամ հեռացել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը Լարիսա Մնացականյանը, հայտնել է Նորություններ Արցախից Facebook-յան էջը։ Հրապարակման մեջ նշվում է, որ նա չի դիմացել եղբոր անօրեն եւ շինծու մեղադրանքներով բանտարկությանը եւ մահացել է Արցախի կարոտը սրտում։ Լևոն Մնացականյանը Արցախի ռազմաքաղաքական այլ ղեկավարների հետ միասին ներկայումս գտնվում է ադրբեջանական գերության մեջ։ Նա ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերին Հակարի կամրջի անցակետում։ Լարիսա Մնացականյանը, ով ծանր էր տանում եղբոր Գերեվարումն ու հայրենիքի կորուստը, այս տարվա օգոստոսին կդառնար 57 տարեկան։ Ադրբեջանը խաղաղություն է կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև նրա ժողովրդի հետ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևը Washington Times-ին տված հարցազրույցում։ Նա բարձր է գնահատել Դոնալդ Թրամփի վարչակազմի արագ արձագանքը եւ լիարժեք ներգրավվածությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։ Միևնույն ժամանակ քննադատելով ԱՄՆ կոնգրեսի 907-րդ բանաձևի պահպանումը, որը ըստ նրա խոչընդոտում է առաջընթացին։ Հաջիևը հիշեցրել է, որ Բայդենի եւ Բլինքենի վարչակազմերի օրոք առաջացած թուրըմբռնումները վնասել են հարաբերությունները, սակայն այժմ Ադրբեջանը հենվելով իր կրոնական բազմակարծության մոդելի վրա հանդես է գալիս որպես արևմուտքի բնական գործընկեր եւ վճռականորեն հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին։ Ձնառած ցիկլոնի վերջին արարն է տեսնում մեր երկիրը։ Հանրապետության գրեթե ողջ տարածքում ապարանից մինչև Մեղրի ձյուն է տեղում։ Ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկա սառույց է, սակայն ցիկլոնը երեկոյան ամբողջությամբ կհեռանա Հայաստանից, տեղը զիջելով արկտիկական ցուրտ օդային հոսանքներին, հայտնել է օդերևութաբան Գագիկ Սուրենյանը, միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ վաղվանից եղանակը կնվազի 14-ից 18 աստիճանով։ Մեծ մասում տեղումները կդադարեն։ Արադյան եւ բքի պատճառով մի շարք ավտոճանապարհներ փակ են, հայտնել է ճանապարհային դեպարտամենտը։ Վարդենյաց Լեռնանցն ու Թթուջուր Նավուտ ճանապարհը փակ է բոլոր մեքենաների համար, իսկ Զանգերից Ցիսյան հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Սևան, Ծաղկունք, Դդմաշեն ճանապարհը դժվար անցանելի է բքի պատճառով։ Բոլոր տեսակի ավտոմեքենաների համար փակ է Ստեփանցմինդալ-Լարս ավտոճանապարհը։ Դեպարտամենտը վարորդներին հորդորել է լինել ծայրահեղ զգոն եւ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Արադյան եւ մետաղական հենարանների վնասման պատճառով հանրապետության ավելի քան 60 բնակավայրեր, այդ թվում խոշոր քաղաքներ, հոսանքազրկվել են։ Մինչ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը հայտարարում է վերականգնողական ինտենսիվ աշխատանքների մասին, հանրային հսկող Facebook-յան էջը հայտնում է, որ դատարանները անբավեր են ճանաչել ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ստորագրած աշխատանքից ազատման հրամանները, սակայն ապօրինի հեռացված ավելի քան 40 փորձառու մասնագետների չեն վերականգնում իրենց պաշտոններում։ Դրա փոխարեն դատավորները նախկին աշխատակիցներին տրամադրում են ընդամենը մի քանի անսպա աշխատավարձի չափով փոխհատուցում, որը ըստ աղբյուրի իրականացվում է էլեկտրաէներգիայի սակագնի հաշվին։
2026 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում կգործեն ֆիքսված ինտերնետ կապի որակի նոր ստանդարտներ։ Ըստ գործող կարգավորումների սահմանվել է, որ օպերատորը պետք է տրամադրի այն որակի եւ արագության կապ, որը նշված է պայմանագրում։ Մեր երկրում ներդրվող նոր կարգավորումներով բաժանորդների համար նախատեսվել են փոխհատուցման հստակ մեխանիզմներ կապի ընդհատման կամ ոչ բավարար արագության դեպքում։ Բացառություն կազմող միակ դեպքը էլեկտրաէներգիայի պլանային անջատումներն են, սակայն մնացած բոլոր իրավիճակներում, այդ թվում վթարային անջատումների կամ միջազգային կապուղիների խափանումների ժամանակ օպերատորը պարտավոր կլինի փոխհատուցել քաղաքացիներին։ Այս խստացումը կստիպի ինտերնետ պրովայդերներին վերանայել իրենց պայմանագրերը թե տեղական, թե միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարողանան երաշխավորել բաժանորդների իրավունքների պաշտպանությունը։ Շվեյցարական Կրան Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի բարերից մեկում ամանորի գիշերը տեղի ունեցած սարսափելի հրդեհը դարձել է ողբերգության պատճառ։ Հրդեհի հետևանքով զոհվել է մոտ 40 մարդ, եւս 115-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Իշխանությունները հայտնում են բազմաթիվ անհետ կորածների մասին։ Երկրի ուժայինները ներկայումս պարզում են հրդեհի պատճառները, չբացառելով պայթյունը։ Ականատեսները պատմել են շամպայնի շշերի վրա ամրացված հրավառ իրերի մասին, սակայն պաշտոնական եզրակացությունը դեռ պատրաստ չէ։ Համացանցում հայտնված նոր տեսանյութերը փաստում են բառում տիրող քաոսի եւ սարսափի մասին, որտեղ երևում է, թե ինչպես են բոցերը տարածվում առաստաղով, իսկ մարդիկ ու ճապահար փորձում են հասնել ելքին։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շուրջ, սակայն հրաժարվել է մեկնաբանել Վենեսուելայի տարածքում ամերիկյան ենթադրյալ հարվածների մասին լուրերը։ Իսպանացի լրագրողին տված հարցազրույցում Մադուրոն վերահաստատել է իր համոզմունքը, որ Վաշինգտոնը փորձում է ուժով իշխանափոխություն իրականացնել եւ տիրանալ երկրի հսկայական նավթային պաշարներին, որոնք աշխարհում ամենախոշորն են։ Նա նշել է, որ Վենեսուելան բաց է ամերիկյան ներդրումների համար նավթային ոլորտում եւ կոչ է արել երկու երկրներին սկսել լուրջ երկխոսություն փաստերի հիման վրա։ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Վենեսուելայի նավամատույցներից մեկին հարվածելու մասին, որն ըստ նրա օգտագործվում էր կարտելների կողմից, սակայն Մադուրոն խուսափել է հստակ հաստատումից, նշելով, որ այդ թեմային կանրադառնա մի քանի օրից։ ԱՄՆ-ն օգոստոսից ի վեր իրականացրել է ռազմական լայնածավալ գործողություններ Կարիբյան ծովում, որոնց հետևանքով արդեն իսկ ոչնչացվել է 35 նավ եւ զոհվել առնվազն 115 մարդ։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի դուստրը Կիմ Ջուային առաջին անգամ այցելել է Կումսասան արևի պալատ, իր պապի եւ նախապապի դամբարան, ինչը փորձագետների շրջանում ամրապնդել է այն վարկածը, որ հենց նա է դառնալու հոր իրավահաջորդը։ Պետական լրատվամիջոցների կողմից հրապարակված լուսանկարները ենթադրությունների տեղիք են տվել, որ 13-ամյա աղջիկը կարող է բարձր պաշտոն ստանալ իշխող կուսակցության առաջիկա համագումարում։ Թեև Հյուսիսային Կորեայում իշխանությունը տասնամյակներ շարունակ փոխանցվել է Պեկտու արյան տոհմի տղամարդ ներկայացուցիչներին, պետական քարոզչությունն արդեն իսկ Ջուայնին անվանում է մեծ առաջնորդող անձնավորություն, որը նախկինում կիրառվել է միայն երկրի ղեկավարների համար։ Հարավային Կորեայի հետախուզությունն այժմ նրան համարում է ամենահավանական ժառանգորդը։